Երևան է ժամանել Հայաստանի Հանրապետության Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեյը։ Ուշադրություն է գրավում, որ գրեթե համաժամանակ ռեգիոն են ժամանում Չինաստանի նորանշանակ դեսպանը թե Հայաստանում, թե Ադրբեջանում։ Մի քանի օր առաջ էր Բաքու ժամանել Չինաստանի նորանշանակ դեսպանը։ Այս հանգամանքը խոսում է թերևս այն մասին, որ Չինաստանը ըստ էության նոր մեկնարկ է տալիս իր ռեգիոնալ քաղաքականությանը, որի առնչությամբ կան ուշագրավ երանգներ։ Հիմա տեսեք, Չին-ադրբեջանական ռազմական գործընկերության մասին համատեղ հայտարարության մեջ ըստ էության արտացոլվում էր Պեկինի հավակնությունը ոչ միայն Ադրբեջանի, այլ ընդհանուր ռեգիոնալ լանդշաֆտի հանդեպ։ Իսկ այստեղ բնականաբար անմասն չի լինելու Հայաստանը։ Հաշվի ենք առնում այն, որ Պեկին-Բաքու համատեղ հայտարարության մեջ առանցքային արձանագրում ուներ Չինաստան-Եվրոպա-Չինաստան տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի կամ այլ կերպ ասած միջին միջանցքի հանգամանքը։ Իհարկե այստեղ Չինաստանի համար կա վրացական ուղղությունը։ Պեկինը բավականաչափ գումարներ է ծախսում Վրաստանում ենթակառուցվածքների ձևավորման համար, թե երկաթուղու, թե ավտոճանապարհների եւ թե նավահանգիստների առումով։ Մասնավորապես Չինաստանը կառուցում է Սև ծովում խորը նավահանգիստ Վրաստանի Անակլիա քաղաքում։ Տեսեք, Չինաստանը Եվրոպայի հետ տրանսպորտային միջանցք ասելով պատկերացնում է ամբողջ Կովկասը, թե Կովկասում ադրբեջանա-վրացական երթուղին, որովհետև այդ ֆոնին օրինակ Եվրոպական միությունը միջին միջանցքի մյուս խոշոր շահառուն, կարծես թե կենտրոնացած է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղու վրա, հաշվի առնելով Վրաստանի հետ հարաբերության բարդությունները։ Եվ այստեղ հարց է առաջանում Չինաստանը կբաժանի երթուղիները ԵՄ-ի հետ, թե կփորձի հավակնել բոլոր երթուղիներով դոմինանտության, այդպիսով թե Եվրամիության հանդեպ առավելության համար, թե ընդհանրապես գլոբալ վերափոխումների գործընթացում դիրքերի ամրացման եւ խաղային կշռի առավել բարձրացման։ Այդ համատեքստում օրինակ մի քանի օր առաջ Աֆղանստանի թեմայով Բաքվում կայացած համաժողովին մասնակցող ՌԴ հետախուզության ղեկավար Նարիշկինն արդյոք Ադրբեջանի հետ խոսել է Չին-ադրբեջանական ռազմավարական գործընկերության թեմայով, հատկապես որ նրա այցը Բաքու նախորդել էր Ալիևի Պեկին կատարելիք այցին։ Ռուսաստանը օրեր առաջ Աֆղանստանի հետ քննարկել էր տրանսպորտային ուղիների շինարարության հարցը։ Ես Հայկն եմ Կարապետյան, կսպասենք հետագա զարգացումներին։ Պինդ եղեք։ Եվ ներկայիշխանությունները փորձում են ազգի դեմ պայքարել եւ մեր կարծիքը փոխել։ Եվ ես տեսա ապրիլի 24-ին, որ մեր ազգը պատրաստ չէ հաշտվել այդ փաստի հետ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ երբ նայում ենք պատմությանը եւ վերլուծում ենք, տեսնում ենք, որ զոհված մարդկանց եղեռնի հետևանքով զոհված մարդկանց հանդեպ ճիշտ կլինի մեր պարտքը տալ հետևյալ կերպ, որ մենք կառուցենք լավ պետություն, իսկ լավ պետություն կառուցելու համար պետք է միջազգայինորեն ճանաչված սահմաններում, այսինքն այդ 29750 քառակուսի կիլոմետր տարածքի վրա ստեղծենք մի պետություն, որը իր հարևանների հետ չունի կոնֆլիկտ, այսինքն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Համաձայն չեք Փաշինյանի այս մտորումների հետ։
տարածքը, որովհետև իրենք պնդում են, որ մենք ոչ որ ցեղենք Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հայոց ցեղասպանությունից է փորձում հետ նահանջանել, ավելի ճիշտ պահանջատիրությունից, այլ նաև Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթից անկախության հռչակագրից փորձում են սահմանադրությունից հեռացնել անկախության հռչակագրին հղումը։ Ձեր կարծիքով ինչ է սա նշանակում, ինչ հետևանքներ կարող ունենալ մեր պետության համար եւ ձեր կարծիքով հայ ժողովուրդը այնուամենայնիվ դա պետք է հանրաքվեով իրականացվի։ Կողմ կքվեարկի նման օրինակ փոփոխություններին։ Եթե մենք գնանք դրան, մենք կկորցնենք մեր պետականությունը։ Մենք չենք կարող լինել ինքնուրույն, անկախ։ Այսինքն Փաշինյանի պես ղեկավարները փորձում են լուծարել հայկական պետականությունը։ Եվ խոսքը ոչ միայն հռչակագրի մասին պետք է լինի, մենք պետք է ավելի լայն մտածենք։ Մեր ազգը իբրև ժառանգություն ունի մեծ հայկի 15 աշխարհներ։ Այսինքն, եթե մենք սխալ սկզբունք ենք վերցնում եւ հաշտվում ենք այդ մտքի հետ, մենք արդեն պարտված ենք։ Բայց ինչ է կարծում, օրինակ կողմ կքվեարկի, մարդիկ կգնան կողմ քվեարկեն։ Նիկոլ Փաշինյանը ունի այդքան վարկանիշ, այդքան ռեսուրս, որպեսզի կարողանա մոտ 650,000 մարդու քվե ստանալ։ Դե իրենք տարբեր ձևով կփորձեն այդ քվեն ստանալ, բայց իրենց համար քվեն էական չի։ Օրինակ ինքը վերցրեց եւ ճանաչեց Արցախը իբրև այսպես կոչված Ադրբեջանի տարածք։ Ինքը հայ-թուրքական հարաբերություններից խոսեցինք, այնուամենայնիվ ինչ է կարծում, չպետք է Հայաստանը գնա այդ հարաբերությունների կարգավորմանը, մինչև այժմ բազմաթիվ զիջումներ են կատարվել այդ նպատակին հասնելու համար, հա, հիմա ինչ պետք է անի հայ դիվանագիտությունը, արդյոք Թուրքիայի հետ մենք կարող ենք մնալ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ։ Մենք չենք Թուրքիայի հետ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ, թուրքերն են մեզ հետ այդ հարաբերությունների մեջ։